Բարև ձեզ հայրենակիցներ, սա Փափուկ հաղորդաշարն է, այսօր իմ հյուրն է Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Սարգսյանը։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մենք նախորդ հանդիպման ժամանակ բավական խոսեցինք պատմական իրողությունների աղավաղման մասին, նաև մշակութային հուշարձանների հետ կապված։ Եկեք թեման շարունակենք, որովհետև ավելի քան արդիական է եւ կարծեմ թե ուրեմն այդ աղավաղումները դարձել են այսօր զենք հայկական ինքնությունը նաև ոչնչացնելու առումով, դրա համար ինձ համար նաև ինքը առանցքային հարց է։ Խնդրեմ։ Ինչքան նախորդ անգամ մենք անդրադարձանք ներկայիս այսպես կոչված Շահբուլաղի պատմական դադակնի հայկական հայացության անունն եմ ասում, այդ տեղավայրում գտնող իջևանատան մասին։ Երբ որ առաջ անգամ ես այցելեցի այդտեղ, մի անգամ ես նկատեցի, որ սա իջևանատուն է։ Ինչը նաև նկատում անձեն աչքով դա նկատում որ դա իջևանատուն է։ Այսինքն իր շինարարական ներողություն ճարտարապետական լուծմամբ ինքը կարող է լինել միայն իջևանատուն։ Ասենք Ղարաբազարի իջևանատան ձևով, ներկայիս Ստեփանակերտի Գորգու թատրոնի նաև այդ արտաքին տեսքը եւ այլն, դա իջևանատուն է։ Ես դա հետո երբ որ լսեցի որ սա իբր թե մամեդականները դարձրել են, թուրքերը դարձրել են որպես մզկիթ, ինձ մոտ հարց առաջացավ։ Այն ժամանակ, մանավանդ Փանախանի ժամանակ, այնտեղ որևէ մահմեդական չի եղել։ Մի ներողություն միան համեստ հարց։ Այդ տեսությունը, որ իբրև մզկիթ է եղել, ազգությամբ հայ մասնագետներն են առաջ մղում, թե բոլոր դեպքերում սկզբում առաջ են մղում նրանք, մեր մոտ էլ կան մարդիկ, որոնք ձայնակցում են ուղղակի։ Հիմա տեսեք թե ինչ է ստացվում։ Դա ուրեմն այս Փանախանի ժամանակ համատարած քոչվորական վաշկատուն իրավիճակ էր տիրում։ Նախորդ անգամ ասացի, որ փաստերներ ներկայացեցի։ Այն առումով, որ ուրեմն նույնիսկ Աղդամը, որ մեծ բնակավայր է համարվում, մի քանի տուն է, 2-3 տուներ են ընդհանրապես։ Այսինքն բնակավայր չկա, որ մարդիկ ասենք հաստատաբնակ, այնտեղ մարդիկ ապրեին եւ այլն։ Քոչվորական կյանք։ Մանավանդ այդ տարածքը նաև գտնում էր մեր հայ մելիքների իշխանության ներքո եւ բացառում է որ այնտեղ ինչ որ մզկիթ լիներ, մզկիթ կառուցվեր եւ այլն։ Բայց ինչ է ստացվում։ Դրա համար մենք բացի այդ բանավոր ասածներից կա նաև փաստեր, օրինակ Լեոն ուղեկցելով նախորդ ինչ որ մամեդականներից մեկը Միրզա Ջամալի ասածով սկզբում ընդունել մզկիթ, հետո ինքը անձամ եկել այդ տարածքը, տեսավ որ սա մզկիթ չի, Ջևանատուն է։ Նույն կարծիքն է հայտնել նաև Եղշե Գեղամյան քահանան Հայկունին, որ նույնպես իրեն ասել են որ դա մզկիթ է, հետո եկել տեսել որ մզկիթ չի։ Ռուսների մոտ էլ դա մզկիթ չի հիշատակվում, օտարների մոտ եւս դեռ ավելի։ Հիմա ինչ է ստացվում։ Ամենազորեղ ապացույցը որ դա մզկիթ չի, հայտնի ազգագրագետ Լիսիցյանի հոդվածն է, որը տպագրվել է 1925 թվականին ռուսերեն լեզվով Թիֆլիսում Ղարաբաղսկի Կարադան վերնագրով, որտեղ ինքը նշում է որ միտեղ, որտեղ լեռները վերջանում են, ժարի դուրս է գալիս հորթապող աղբյուրը եւ ինչպես երբ հոսում է ժարի տակ այդ հատվածում, ես տեսա մի գեղեցիկ Ղարադամ դիմացից բացվող քարե սյուներով։ Այսինքն Լիսիցյանը ազգագրագետ կարծեմ պիտի որ ջոկեր, հասկանա, որը որից հետո, էլ ինչպես ասում։ Դա դերևս ըստ էության ոչ բոլորին է դա բավարարել, ես հիմա պետք է առաջ քաշեմ եւս մի փաստ, այժմ արտան ուրեմն Դուբուրա դե Մոնպերո Ֆրեդերիկ, որը եղել է ոչ միայն ճանապարհորդ, այդ կողմերում է եղել նաեւ, այլև հնագետ։ Պեղումներ ուսումնասիրություններ է կատարել Ղրիմում, Շահին Կովկասում, Ռուսաստանում եւ այլն, եղել է նաեւ մեր այդ Շահբուլաղ կոչեցել վերնամասում գտող Վանքասարի եկեղեցու տարածքում, գրի առել այնտեղ գտող 1267 թվականի նշանավոր խաչքարի արձանագրությունը, տպագրել է ֆրանսերեն լեզվով եւ այլն։ Ինքը լուսադեսել 1840 թվականին։ Ուզում եմ ես ասեմ, թե ինքը ինչ է գրել, ուղղակի թարգմանաբար, ես ինքս կարամ բանավոր ասեմ, բայց ուզում եմ հիմա դա թարգմանաբար իրեն ասածն ասեմ։ Կարկարի հովտի ելքի մոտ մենք ուղեցինք դեպի Շահբուլաղ, որտեղ կա ամրացված ամրոց կազակական դիրքով։ Այն իր ներկայիս վիճակին վերականգնվել է Նադիր Շահի կողմից մինչև 17-րդ դարի կեսերը։ Տեսնում եք, բոլորը ասում են որ Փանախանն է եւ այլն, բայց ինքն էլ ասում է Նադիր Շահն արել։ Ամրոցից որոշ հեռավորության վրա բխում է մի հանալի եւ առատ աղբյուր, Բուլաղ։ Նադիր Շահը այն շրջապատել է պարիսպներով, շրջապատել այն այգով եւ կառուցել նրբագեղ ճարտարապետությամբ գեղեցիկ տաղավար 3 կիսաշրջանաձև կամարներով, սյունասրահով։ Իջանատան մասին է խոսքը։ Այսինքն ինքն էլ
Սա էլ հաջորդ կարևոր փաստն է, որ սա եղել է իջևանատուն։ Այդքան բան, որևէ բան։ Ասեցինք Լիսիցյանը, երկրորդ բանը, սրա կարևորությունը նա է, որ ինքը պաստորեն ասում է թե ով է կառուցել։ Բայց դա կարող է որոշ մարդկանց իհարկե չբավարարել, ես հիմա ստիպված եմ դիմել 7-րդ փաստին, որը շատ կարևոր է։ Իսկ մոտ է գտնվում 1968 թվականի ուրեմն կառավարության կողմից հաստատված Ադրբեջանի հուշարձանների ցանկը համար 140 ապրիլի 2-ի 1968 թիվ, որտեղ ես ներկայացնում եմ Աղդամի շրջանի, որակը մի քիչ լավ չստամ, Աղդամի շրջանի հուշարձանների ցանկը։ Այդ Աղդամի շրջանի ցանկում Շաբուլաղի հատվածում ներկայացված է 3 հուշարձան։ Պրիստանիշը, Պրիստանիշը ոչ թե իջևանատուն, այլ ինչ որ տաքստոզ բան, ասինքն որ մենք չենք տեսել թայ ոչ շինություն, գուցե պատերազմից դուրս ելա չեմ կարող ասել։ Երկրորդը ուրեմն Քարվանսարայ, Կարվանսարայ եւ Բերդը։ Այսինքն 3-ն է ներկայացած։ Այսօրվա իջևանատունը մզկիթը, որ ասում եմ մզկիթը, իրենց ցանկում 68 թվականի ներկայացած է որպես իջևանատուն, քարավանատուն, Քարվանսարա։ Կարծում եմ այս հարցը պիտի արդեն փակված համարենք, քանի որ արդեն պարզ է որ սա իջևանատուն է եղել։ Բայց հետո ինչ է կատարվել։ Պատվիրակված թե ինչ ձևով Էլտուրան Ավալովը մի հոդված է տպագրում 1973 թվականին արխիտեկտուրա Շաբուլաղսկի Պաստրոյեկ, որտեղ դա ներկայացնում է որպես մզկիթ։ Նկարագրում է եւ այլն։ Ցանկապես այդ Բայց ինչի վրա է ինքը հենվում։ Ոտ ինքը հայտնի է որպես զեղծարար հայտնի, Շուշիի հետ կապված մենք ցույց կտամ Ավան Հարապետի եւ այլն, որ ինքը ինչպես է դա։ Բայց զեղծարարները պարտադիր վճարվում են։ Վճարում է, բայց չէ որ նրանց մոտ մանավանդ դա, ինչպես ասում են, դա սովորական երևույթ է, կաշառքը բանը եւ այլն։ Հիմա էդի մեկ եւ այդ կազմում են պասպորտ, վկայագիրը կա, գոյություն ունի հրապարակի վրա։ Կա, ուղղակի մենք ցույց չտվեցինք։ Վկայագրում ուրեմն դրանից հետո իրենց ճատրապետներից մեկը հուշարձանների գալիս է, գծագիր է կազմում, հատակագիծ, հանուտ եւ այլն, վրեն գրում է։ Մեջեդ Փանախ Շահբուլաղը Փանախանը Պաստրոյենում կառուցված 1751 թվականին։ Այսինքն փոխվում է իրավիճակը, այս բանը միանգամից մեխանիկ դառնում են ավտոմատորեն, ինչպես ասում եմ, դառնում են արդեն մզկիթ են սարքում։ Դառնում են մզկիթ։ Մինչ այդ գրել էին որպես իջևանատուն, Քարվանսարայ, հետո փոխում են դառնում են մզկիթ։ Այսինքն ընդհանուր պետական քաղաքականության բանը, ես հին նկարը տեսել եմ, ինչ որ արտաքին փոփոխություններ չկան, բացառությամբ այն մուտքի են աշճանները, որ դրված է հիմա, ժամանակ դա չկար, հողը հավասար էր, հարթեցրել է մի քիչ խորացել եւ մի քիչ բարձրացել եմ կանել հիմա այդ վիճակը, բայց արտաքնապես նույնն է, թե ներքին ինչ փոփոխություններ են այսպես կոչված մանր մունոր բան, ես դա չեմ կարող հիմա ասեմ, եւ մի խոսքով փոխվել դարձել է բան, մզկիթ է սարքել։ Հիմա սա մզկիթ է թե իջևանատուն։ Բնականաբար պարզ է, սա իջևանատուն է։ Այդքան բան։ Բայց զարմանալին այստեղ այն է, որ ընդհանրապես Ադրբեջանի այդ հուշարձանների բնակավար աշխատողները ընդհանրապես շատ ամփույթ են կազմել իրենց թանկերը, իրենց ցուցակները, շատ ամփույթ։ Հաստորեն մենք նախորդ անգամ ասացինք, որ Ալիևը ասում է, որ 65 մզկիթ են, չէ՞ մենք ոչնչացրել։ Այո, իբր թե։ Բայց իրենց ցուցակներում, օթային ժամանակ, ընդհանուր ցուցակներում մզկիթների քանակը Արցախի հանրապետության մասշտաբով եմ ասում, այդ թվում Արցախի ինքնավար մարզի տարածքները, դա կազմում է 11 մզկիթ։ Հիմա դու 11 մզկիթը այդքան դու ունես, ասում ես 65։ Իհարկե մենք նախորդ անգամ շատ ներկայացեցինք, որտեղ մենք ավելի ճիշտ ձևով որոշեցինք, էլի, ներկայացրինք, հաշվառեցինք եւ այլն։ Այսինքն նրանք նույնիսկ այդ հաշվառումը չեն կատարել։ Դեք Իլհամին դժվար թե դա հետ մտահոգի իրան մտահոգում է հնչեցնել կեղծիքը եւ պնդել բարբերաբար իրեն նպատակը դա է։ Այո, քարոզն է, հանրային քարոզն է եղել եւ այլն։ Մի խոսքով դա մենք արդեն այսքանը կարծեմ բավարար է, այդ բոլոր փաստերը բավարար է, որ մենք ասենք, որ սա իջևանատուն է։ Այո։ Այո։ Պարոն Սարգսյան, ես կուզեի, որ հիմա քննարկենք, թե Պարսից խանությունները ինչ նշանակություն են ունեցել մեր տարածաշրջանում եւ Արցախը ինչ կարգավիճակ է ունեցել այդ խանությունների ժամանակ։ Դա իհարկե շատ հետաքրքիր հարց է, այն առումով, որ հիմա 1918 թվականին ձևավորված Ադրբեջանի Հանրապետությունը իրեն համարում է իրենից 200 տարի առաջ ձևավորված խանությունների, Պարսից խանությունների ժառանգորդ։ Հիմա ասում է
Երևանը իմն է, Թիֆլիսն իմն է, Դերբենտն իմն է, խանութների մասին էլի, այս Սարն իմն է, այս Ծառն իմն է, այս Քարն իմն է, էլի, իրենց բնավորությունը տենց է։ Իրականում եղել են, ես ապացուցեմ, որ այդ խանութները եղել են թամը 8 խանութներ, այդ խանութները թվարկենք հետո Երևանի, Նախիջևանի, Թիֆլիսի, Դերբենտի, Շաքիի, Գանջայի, Բաքվի եւ Թալիշի խանութները, ասին Լենքորանի հատվածում 8 խանություն։ Արցախը այդ ընթացքում որևէ խանութան մեջ չի մտել, այդ խանութները միանգամից ենթակա էին Պարսից շահի կողմից ստեղծված են եւ իրենց իրավասության տակ է գտնում։ Արցախը Ղարաբաղը այն ժամանակ որևէ խանութան կազմի մեջ չի մտնում, որի մասին վկայում է Մելիք Եգանի ընդունարանի այն շատ արժեքավոր հուշ կարևոր այդ արձանագրությունը, վիմական արձանագրությունը, որտեղ ինքը գրում է, որ լավ ծառայություններ մատուցեցի Նադիր Շահին եւ այլն, այս արի, այն արի եւ այլն, պատիվ բարձր պահեցի Հայաստանի եւ այլն, եւ ինքը Նադիր Շահը իրեն նշանակել է Մելիք Եգանը հադուտի, այսօրվա հադուտի շրջանի դիզակի Մելիք Եգանը իրեն Նադիր Շահը իրեն նշանակել է մի շարք մահալների, գավառների կամ մելիքությունների խան, Բեկլարբեկ, այսինքն իշխանած իշխան։ Դա եղել է 1736 թվին։ Ոչ 1737 թվին Նադիր Շահի կողմից։ Հիմա սա փաստ է։ Այսինքն Արցախը այդ ընթացքում եղել է ինքնուրույն, փաստորեն անմիջականորեն, ինչպես ցանկացած խանություն, միանգամից ենթակա Պարսից շահին։ Հիմա եթե ասենք Երևանում առաջին խանը եղել է 1736 թվականին, ասենք ստեղծվել է, եւ այդ խանը եղել է Թամասղուլի խանը, եւ մյուս խաները եղել են մամեդականներ, Արցախում այդպես չի եղել, հայեր են եղել։ Դա շատ կարևոր մոմենտ դրվագավոր ես ուզում եմ ձեզ ասեմ, հայեր են եղել Արցախում եւ այդ խանություն, այդ մելիքությունները, այդ մահալները կամ գավառները 6-ն են։ Այստեղ մի հետաքրքիր բաներ պետք է ես ասեմ, 6-ն են։ Ոչ թե 5-ը, որ ասում են Խամսայի մելիքություններ, 5 մելիքություններ, Խամսա կոչում է 5 եւ այլն, այլ եղել են 6-ը։ Դրանք են օրինակ Թալիշի, Ջրաբերդի, Խաչենի, որ միանգամից Պարսից շահի հովանու ներքո էին գտնում, Վարանդայի, Քոչիզի եւ Դիզակի մելիքությունները։ Այստեղ 6, այստեղ այս Քոչիզ մելիքությունը չկա։ Կա, այստեղ կա, բայց Քոչիզի մելիքությունը 6-րդն է։ Հետևաբար պետք է մենք բացատրենք Խամս անվանումը, ինչպես ասում են սովորաբար, մեկը ասել է շարունակում, որ Խամսը 5 է նշանակում եւ այո, Խամսը նշանակում է 5 եւ դա վերաբերվել է Պաղաստանի եւ Պարսկաստանի ավելի ճիշտ սահմանում է Փարս նահանգում 5 ցեղերի, մամեդական ցեղերին։ Հապատակներին են Խամսը ասել։ Բայց հետո իրավիճակը փոխվել է։ Մենք չենք ասում Խամսե, մի բառնել, մի տառնել փոխվել է, Խամսա ենք ասում, Խամսա։ Իսկ Խամսան ստուգ բացատրությամբ նշանակում է հարևան։ Այսինքն պարսիկները մեզ դիտել են հարևան որպես մելիքություններ, հարևաններ։ Հիմա մենք կարող ենք օրինակ բերենք, որ դա իրոք 5-ի հետ չի առնչվում։ Օրինակ մենք ունենք մի գյուղ Խամսաչիման, գուգարքի բանը, որ այնտեղ կա, Դիլիջանից ասում ենք դեպի Վանաձոր Գյուղականին, դե մենք գյուղը կոչվել է Խամսաչիման։ Հիմա մենք կարող ենք ասենք Խամսաչիման։ Խամսան ինչ է 5-ն է, իհարկե ոչ։ Խամսա նշանակում է օտար, հարևան։ Եվ դա Չիմանը գյուղն է, այսինքն դա նշանակում է հարևան գյուղ, որտեղ ապրում են ոչ հայեր։ Իրոք այնտեղ մալականներ են էլի ապրում։ Հաջորդը Համզալի, Խամսա լին հետո են ավելացրել Արցախի տարածքում Քաշաթաղի ներքնամասում ու Բաթլուի Զանգելանի հատվածում դա խոսում է մասին, որ այնտեղ ապրել են հայկական գյուղերի շրջանում ապրել են օտարները, խամսաները, այսինքն մահմեդական գյուղ է եղել դա կնշանակի։ Էլ փաստը շատ կարան բերեմ, օրինակի համար մենք դրանից որ թուրքերին իրենց անուններով են կոչում, ասում թուրքեր եւ այլն, չէ, բայց ես ականատես եմ եղել, երբ որ մենք թուրքերին Ղարաբաղում ասել են համշարիներ։ Դա փաստ, օրինակ մեկը ես ականատես եմ ասում, ասել է մեկը կանչել, ասել հետո ասում է դե մի հատ համշարի էր գնաց օրինակ Համշարի, այսինքն մենք մահմեդականի համշարի ենք ասել, դա համշն է, դա հետ առնչումն է, դե դրսի մարդա, ոչ մեր ազգության։ Այո։ Դե դա այդ բանը դա կարևոր մոմենտ է, կարծեմ, դա ես ասեցի։ Պաստորեն հիմա մի դրվագ էլ ես ուզում եմ ներկայացնել, թե ինչ եղավ ի վերջո
Մյուս մելիքության ճակատագիրը, մյուս գավառի ճակատագիրը, քոչիզը։ Դա շատ կարևոր է, որտեղ նա լիիրավ մելիքությունների 6-րդ մելիքությունն է, էլի, անդամ եղել, բայց մենք այդ մասին չենք հիշում, ոչ մեկը չի խոսում այդ մասին։ Բայց չէ որ սա կարևոր մելիքություն է եղել։ Սա եղել է այժմյան Ամարասի վանքը իր շրջականներով։ Վանք, Մաշկալ, այսօրվա գյուղը, վանքի բացի Մաշկալաշեն, Սոս, Բրիտիս, Քոչիս, այսօր Կոխոզաշենի այդ հատվածը, հետո հեր ծովատեղ, Ղավախան, այդ ամբողջը եղել է այդ Քոչիզի տարածքը։ Քոչիզի մելիքության տարածքը, Քոչիզի գավառի տարածքը։ Ինչ է տեղ ունեցել։ Ես կուզենայի ցույց տալ որոշ չափով այդ մելիքությունը փաստորեն Նադիրշահի կողմից խարդավանքներով, պատերազմներով եւ այլն աջակցություն ստանալով Իբրահիմ խանից, քանի որ Նադիրշահը սովորությունը չէ ունեցել մամեդականների օգնության կանչի, որտեղ ինքը ընդհանրապես չեմ ուզում նամից խորանամ, թե ինքը իրենց ինչ է ներկայացել ցակումնաբանորեն, բայց հիմա կարող եմ ասել, որ ինքը ուրեմն այնպես է ստացվում, թունավորում է, ես այլ տեղեկություններ կա, թունավորում է այդ մելիքին, Քոչիզի մելիքին եւ դերադառնում է ամբողջ տարածքը, այսինքն ծրվում է այդ բանը, այսինքն Քոչիզի մելիքությունը վերանում է եւ միացվում Վարանդայի մելիքությանը։ Էդա։ Հիմա ես ուզում եմ ցույց տամ, փաստ ցույց տամ, որ սա շատ կարևոր մելիքություն է եղել։ Թող նկարը այնտեղ ցույց տան, ես մի քանի բան կարդամ։ Օպերատորին խնդրեք նկար ցույց տա։ Հատես այս քարը, այդեր ներողություն եք, հատե այս նկարը դուք տեսնում եք, ուրեմն Քոչիզի մելիքության գլխավոր մելիքներից մեկի, Մելիք Փաշայանների դամբարանը։ Մի 3-4 տարի առաջ մեր հուշարձանների պատմական միջավայրի պահպանության ծառայության նախաձեռնությամբ եւ հնագետ պարոն Վարդգես Սաֆարյանի միջոցով իրականացվեցին այս հուշարձանի մաքրման եւ պեղման աշխատանքները եւ իհայտ բերեցին բավականին թվով տապանակարեր, խաչքարեր եւ այլն։ Սա մաքրած վիճակում է, այդ ինչ որ դուք տեսնում եք նրա թիկունքում դեռ խոր գնում է, այսինքն այդ դամբարանը է, էլի։ Ներսում ժամանակի Մակար Բախտորը ասել է, որ այնտեղ խաչքարներ կան ներսում, բայց մենք դա չենք մտել այնտեղ։ Որ իմանանք ինչ կա, պետք չի եղել դա քանդել ինչ որ մի քիչ բարդացնել իրավիճակը։ Ինչ եմ ասում, սա Մելիք Փաշայանների դամբարանն է։ Հիմա ցույց տանք, թե ինչ է գրած այդ ձախակողմյան խաչքարի վրա։ Առանձին թող այս խաչքարի վրա տեսեք ինչ է գրած։ Ես տեղ ուզում եմ դա կարդամ, բանավոր չասեմ էլի։ Թվականին ՌԻԵ 1576 թվականին ի հայրապետություն Տեր Հովանեսի առաջնորդություն Մելիք Փաշին հանուն Աստծո ես Սահակ եպիսկոպոս կանեցի խաչս իբր քցուր եղբայր Մերող Ղազարին աղոթս հիշեցեք։ Հաջորդ խաչքարը տեսնենք, հաջորդ խաչքարը դա 10 տարի հետո տարբերությունը 1586 թվականի խաչքարը էլի ՌԼԵ ի հայրապետություն Դավիթ առաջնորդի Մելիք Փաշի Պետրոս եպիսկոպոս։ Որոշները Մելիք Փաշին վնասված տեկա վնասված տեկա դնում են Ն, որոշ ընկերներ էլ դնում են Կ, որովհետև եղել է նաև այդ անունը, ասենք Դավրիժեցու մոտ հիշատակում է որպես Փաշիկ։ Բայց արձանագրությունները նորմալական արձանագրություններով կոչվել է Փաշին։ Այսինքն դա ներկայիս Փաշին ՀՀ վարչապետի հետ Ճիշտ ասած ես չի ցանկանա խորանալ այդ հարցում։ Չէ, ինչի, եթե ստուգաբանությունը գնանք առաջ։ Դե ստուգաբանությունը ճիշտ ասած գիտեք ինչ է, հիմա այս պահին մեր Արցախի հասարակության համար դա մի քիչ ընդունելի չի, երբ որ դա այդպես շրջանառության դնենք, թե չէ ինչ կստացվի։ Ստացվի հետեւյալ բանը, որ բոլորը բացի մեկ նախագահից, առաջին նախագահից, մյուս 7-ը 4-ը Արցախում 3 այստեղ փաստորեն ցակումնաբանորեն հանդիսանում են որպես արցախցիներ։ Դե ինչ կարևորը հայ ենք։ Հայ է բան եւ այդ արցախցիների շնորհիվ փաստորեն Արցախը մեր մի քանի հազարամյա 5000-ամյա Արցախը փաստորեն հասավ այսօրին։ Դա այո, դա հասավ այսօրին եւ բնակչությունը դարձավ փախստական։ Դա համար ես չեմ ուզում դա խորանալ։ Բայց փաստը մնում է, այո, փաստը մնում է փաց, ես կարող եմ դա ավելացնել, այո, որ այստեղից, երբ որ այդ մելիքությունը քանդվեց, այսպես ասում են բան, տեղափոխվեցին տարբեր մարդիկ, տարբեր բնակավայրեր, եւ մեծամասամբ նրանք հաստատվեցին Իջևանի շրջանի գյուղերում, Տաուշի մարզում, հիմնականում Իջևանի շրջանի գյուղերում, ասենք Սևքար, Աչաջուր, բան, Բերքաբեր գյուղ կա Ջողաս, եւ այդ գյուղում ես մի հատ հանրակացային ընկեր ունեի, միասին մնում էինք, անունը Փաշիկ էր, զարմացա որ ինչ է դա անուն Փաշիկ։
մի քիչ տարօրինակ է, չէ՞։ Հա, այսինքն պատմական հիշողությունը Արցախից Այո, տարել են։ պատմական դահիշողությունը դահիշողության հաս չի մենակ։ Բա ինչի՞ Հարցնամա, որ սերնդեսերունդ Այո։ մարդիկ եւ երեխան ծնվում է իր պապիկի անունն է դնում։ Եվ սերնդեսերունդ գալիս է, օրինակ մենք պարոնանց ազգից ենք, բայց մեր մոտ կան 3 հատ պարոններ, այսինքն մեր շարունակապար գնում, այսինքն մենք չենք կարող մեր ազգի ազգատոհմի մեջ դնենք փաշիկ կամ ինչ-որ մեկ ուրիշ անուն, Թամրազ եւ այլն։ Մենք կարող ենք դնենք այն անունները, որոնք հատուկ են, հարիր են մեր ազգատոհմին։ Դա մեր պատմականորեն գալիս է Հակոբը, Սարգիսը, օրինակ ազգատոհմից կամ ասենք Պարոնը եւ այլն։ Այդ բոլորը մեր ազգատոհմի, որևէ ազգատոհմ չի կարող վերցնել։ Դա ձեր։ Ես մերն եմ ասում, օրինակ մենք իշխանական ազգատոհմից ենք։ Այդ պատմությունը ես ազգատոհմների զբաղվել եմ, ես Արցախում 4-5 հատ ազգատոհմ եմ ուսումնասիրել։ Բոլորն էլ գիտեմ, անունից գիտեմ, թե որը որտեղից է։ Դա տենց բան չի էլի, որ ինչ-որ բան է։ Փաստորեն մենք ասի ներկայացրեցինք նաև այս հարցը, իսկ թվում է դրանով կարելի է բավարարվել, որ մարդիկ իրենք որ ընկերները թող որոշեն, ինչա ինչ չէ, ես չեմ կարող հիմնականում խորանալ ներկայացնել պարոն վարչապետի ազգատոհմը եւ Իսկ արխիվային տվյալներ դժվար աստուգել, թե չեն պահպանում։ Չէ, այդ կապակցությամբ։ Թեկուզ այդ կապակցությամբ։ Այդ կապակցությամբ արխիվային էսենս է, որ ուրեմն Մագար Բարխուդարյանցի մոտ կա, Արաքել Դավրիժեցու մոտ կա նաև Մագար Բարխուդարյանցի արմատակ Արաքել Բեկնազարյանց, Բեկնազարյանց կա տոհմի նշում է, էլի ինչ մելիքներ են եղել։ Դա մի մասը մամենտականություններ են ընդունել, մի մասը հիմա կա, չէ, Մոսկվայում է թե թուրքեր ասում են դա ադրբեջանցի է, կոմպոզիտոր Մելիք Փաշաև։ Այո։ Կոմպոզիտոր։ Բայց թուրքը ոնց կլինի Մելիքը Փաշաև, էլի։ Եվս Մոսկվայում կան տենց երաժշտագետներ եւ այլն, մի խոսքով նշանավոր մարդիկ են եղել, որոնք ծորվել են տարբեր տեղերում։ Այսինքն եթե ուզենանք դա ճշտել տոհմածառը, կարելի է ճշտել գենետիկ նաեւ։ Կարելի է ճշտել ցանկության հետ ամենաառնվազը այս թվականից 1576 թվականից։ Պարզ է, որ նրանք տեղափոխվել են Իժևանի շրջան, Բաբուշի մարզի Իժևանի շրջան, Իբրահիմ խանի ժամանակ 1780 թվականին եւ հետո 80-85 թվականների ժամանակ են տեղափոխվել։ Դա իրականությունը ցանկության դեպքում կարելի է ամենը լրիվ բարձաբանել եւ գենետիկ առումով եւ շատ։ Դե արդեն հասել, դե գիտեք ինչ է, փաստորեն այստեղ գրված է Մելիք Փաշին։ Փաշինը ով որտեղ կարող է։ Դե ինքը գիտական առումով շատ հետաքրքիր նյութ է։ Գիտական առումով հետաքրքիր նյութ է, ես դա կա ինձ համար դա բան չի էլի։ Պարոն Սարգսյան, մի փոքր խոսենք մեր մեծ սիրո քաղաքի Շուշիի մասին։ Բոլոր դեպքերում Շուշին մնում է մեզ համար առանցքային վայր, գոնե ցանկացած արցախցու համար Շուշին առանցքային խնդիր է։ Նրա ազգաբնակչության մասին, նրա պատմամշակութային ժառանգության մասին խնդրում եմ մի փոքր ներկայացնել։ Եվ ընդհանուր Շուշի, Շուշա, այսինքն դուք հասկանում եք հայ հանրությունը հիմա մի տեսակ շփոթված է, ինչ առումով։ Թուրքը ինչ հնչեցնում է, օրինակ, նույն Զանգեզուր բառը ես տեսել եմ, որ հայ երիտասարդ լրագրողուհին խուսափում է կիրառել, իրեն թվում է, որ դա Իլխամն է ասում, ուրեմն հայերեն բառ չի կամ հայերեն արմատ չունի եւ այլը, ես նման երևույթների շատ եմ հանդիպում եւ այս առումով խնդրում եմ պարզաբանել Շուշի, Շուշա, թուրքը մեր ամեն ինչին է տիրություն անում, իսկ մենք ամեն ինչից տպավորություն կա շատ հեշտությամբ հրաժարվում։ Ես կարող եմ ասել, որ նախ ասեմ, որ բոլոր տեղանունները ես ուսումնասիրել եմ 640 մոտավորապես տեղանուն Արցախի հանրապետության տարածքի ժամանակին այդ տեղանունները ինձ հրավիրել են այստեղ կադաստրից ես Ղարաբաղում էի Արցախում էի ես ճշտել եմ 176 գյուղանուն այսինքն նրանք ներկայացրել են ՄԱԿ-ին մոտ 4590 բնակավար որ հաստատեն այդ ամեն ինչը Բայց ես դա բոլորը ճշտել եմ, առայժմ այդքան եմ ճշտել, հետո երևի քաղաքականությունից ելնելով եւ այլն, այսինքն դադարեցրել են դա աշխատանք, բայց շատ կարեւոր աշխատանք է դա, երբ որ մենք ճշտենք եւ ներկայացնենք միջազգային հանրությանը, դա շատ կարեւոր է։ Այո, դա մեր ինքնապաշտպանության կարևոր մի բլոկն է։ Այո, բայց չգիտես ինչ հանկարծակի դադարեցրել են դա։ Որովհետեւ բացասական այո ուզում եմ ասեմ, որ տեղանունները ցանկացած տեղանուն Արցախի հանրապետություն լինի,
Թեկուզ Հայաստանի Հանրապետությունի դաշնակցություն չունի, արդեն որտեղ ես տեղանների առաջացման սկզբունքները ինձ համար շատ պարզ է։ Հիմա իսկ ասեմ թե ինչպես է, որպեսզի մինչև անցնելը բուն գործին, ասենք միգուցե բացատրենք, հետո անցնենք մշակույթին, ասենք Շուշա բաները ներկայացնենք թեկուզ, հետո անցնենք մյուսին, էլի, եթե հնարավոր է։ Այո։ Հա։ Վիճաբանություն է գնում, մեկը ասում է սա Շուշին հայերեն, մեկը ասում է Շուշայան, այլ ասում է սենց հայ եւ այլն, բայց իրենք այդ ասողներն էլ իզուր են վիճում, որտեղ դրանք բոլորն էլ ստուգաբանորեն նույն իմաստ ունեն, կապված լինեին երկնային աստվածային սուրբ հասկացությունների հետ, ցակումնաբանորեն։ Այսինքն եթե անունը մեկը Շուշին դնում է Շուշայա դնում կամ Շիշայա դնում, դա չի նշանակում, որ պետք է բովանդակությունը փոխվի, իմաստը փոխվի։ Հիմա իրենք այն ներկայացնում են որպես Շուշա ապակի իմաստով։ Ճիշտ է։ Մի բանահանը եկավ, բացեց, տեսավ, գեղեցիկ տեսարաններ, վերջը ինչպես ապակի անուն դրեցիք Շուշա եւ մնաց Շուշա։ Դա չի կարա ապակուց առաջանա։ Մեր հնագետների մեջից էլ մեկը կա, ոմն մեկը, չեմ ուզում անուններից ներկայացնել, որ այդ տարբերակով ոնց որ Այսինքն թուրքի երգ է երգում մեր գլխում։ Այսպես է, էլի ասում, ոնց որ թուրքի երգ է։ Օրինակ ասում է Ես նորից եմ կրկնելու, որ նմանատիպ պահվածքը պայմանավորված է փողով։ Դեմատեսիկ Վանա անվանումը բացատրում է վանակատից։ Այսինքն գիտեք ինչ է, պատմական տեղանունները չեն ձևավորվում, այսպես ասած, բուն արդի լեզվաբանական հասկացություններով չեն ստուգաբանվում այդպես էլի։ Օրինակ մեկը կարող է ասի դա դիվանքը կոչել է խութավան գտնում է խութի վրա, ճիշտ է, դից էլ ասում են, չէ՞։ Բայց իրականում դա խութ չի նշանակում խութ, բարձունք, բլուր։ Որտեվ կառուցողը այնտեղ խութ կոչվում է բնականաբար շինեցից խութս, այսինքն խութը բնակավայրի շինել, որպեսզի դա դիվանքի հոգսը քաշի։ 1516 դարի արձանագրություն կա։ Հաջորդը։ Կամ ասում են խոտ գյուղը։ Կարող է բացատրես, ասի խոտ առատեղ էլ Գորիսյանը խոտը դարել է խոտ այլ է բուսականը, բայց դա խոտ կոչվում է բնակավայր։ Գորիսում։ Հա, դա էլի։ Այսինքն տեղանունները չպետք է բացատրես ժամանակակից իմաստներով։ Նույնը վերաբերում է Շուշիին։ Այսինքն եթե մենք բացատրում ենք դա այդ իմաստով, այսինքն բացատրում ենք Շուշին որպես Շուշայի իմաստով չի ստացվում, որտեղ ստուգաբանորեն առումով դա այդպես չի։ Այսինքն երկնային աստվածային անվան հետ է կապվում, մանավանդ որ տեղանուններն ու ազնանունները առաջանում են նույն հիմքով եւ հետեւաբար նրանք դա տիպիկ հայկական իդեոլոգիական անվանումներ են Շուշին եւ Շուշան, եթե ուզում ասեմ, որտեղ իրենք օրինակի համար չունեն ազնանուններ Շուշա, Շուշի եւ այլն, բայց մենք ունենք Շուշա, Շուշի, դու նույնիսկ հաթերքի գերեզմանատանը կա Շուշի անունով կնոջ անուն, այսինքն Շուշի կա, Շուշան կա եւ այլն, իրենք չունեն։ Ես իմ մորական տատիս քույրը Շուշի էր։ Այսինքն Շուշանիկ չէր, հենց Շուշի էր։ Հիմա մենք հասկացանք, չէ՞, դա ինչ արտահայտում, հա, մենք դա հասկացանք, դա ինչ իմաստ արտահայտում, դա ստուգաբանորեն։ Ինչ վերաբերում Շուշիին, բնականաբար սերնդեսերուն, այնտեղ եղել է հայկական միջավայր, դա հայկական բնակավայր է եղել, դրա մասին կան վաղուց շատ տեղեկություններ, ու այդ վաղուց տեղեկությունների մասին իսկի պետք է չի ներկայացնենք, աղբյուրներով կա եւ այլն, բայց վերջին շրջանում Փանախանից առաջ այնտեղ կան բավական այլ տվյալներ, օրինակ Պյոտրին ուղված Մատյուշկինի զեկուցագրումը գրում է, որ ինքը Ավան Հայապետը չի կարողանում գալ 10000 հոգին բերի, քանի որ տեղի բնակչությունը խնդրել է ինքը մնա եւ այնտեղ կառուցում է ամբողջ։ Իսկ Ավան Հայապետը երբ է ԺԶԿ եւ այլ, այսինքն Ավան Հայապետը թվականին է եկել 1717 թվականին է եղել եւ այդպես գրված է Ավան Հայրապետը եկավ Շուշվա քարը մտավ, քարը բերնա, այսինքն Փանախանից առաջ Ավան Հայրապետը այնտեղ կար։ Հիմա ես կուզենայի Ավան Հայրապետի այդ ապարանքը ցույց տանք։ Օպերատորին խնդրում ենք։ Հատե դա Ավան Հայրապետի ապարանքն է։ Ամբողջությամբ
որ իբր թե կառուցել է Փանախանը, իբր թե Փանախանը ընդամենը Շուշիում հաստատվել է 2 տարի։ Փանախանը եւս հաստատվել, այսինքն հաջորդը նայենք, սա էլ այդ իրենց ցուցատախտակն է, վերեն գրած է Փանախանի սարայի, այսինքն Փանախանի ապարանքն է։ Իբր թե դա է։ Սա կառուցվել է Փանախանից մոտավորապես 30-40 տարի առաջ։ Այսինքն միշտ հայկական է եղել այդտեղ եւ դրա մասին վկայում է ոչ միայն այդ շոր ասեցի դա, այլ նաեւ մի շարք սրբավայրեր կային այնտեղ։ Այսինքն մի քանի սրբավայրեր կան, ընդհանրապես 10 մոտ 10 ժամանակ սրբավայրեր կային այնտեղ, որոնցից մեկը կոչվում է Նոյան Տապանի Փետի կտոր։ Այսինքն Նոյան Տապանի անունը հավաստող տարածքում դու եսնես ասես որ սա իմն է։ Իսկ խանությունը ի տարբերություն շատ այլ խանությունների տևել է ընդամենը 66 տարի։ Հիմա ասում եմ դա իմս է։ 66 տարի 1756 թվականից մինչև 1822 թվականը։ Նախ հələ բարձեք թե այդ խանը որտեղ է նստել, որտեղ է թաղված, 3 խանեք ունեցեք, ուր են դրանք։ Մեկը ասացինք որ ինքը Բարդայում է։ Երևի բայց այդ խաները ծագումնաբանորեն իրենք Ծագումնաբանորեն մամեդական են խաններ են, քոչորներ են ծագումնաբանորեն, Միջին Ասիայից եկած, Սարոջալու ցեղից։ Որոնց պարսիկները փաստացի նշանակում են արել։ Պարսիկների կողմից է դա ի վերջո նշանակվել խանները եւ հաշետ են եղել դրան։ Վերջին իհարկե Ղարաբաղի խանությունը ստեղծվեց, դա այս Նադիր Շահաբը մահացել էր արդեն, սպանել են նրան հաջորդել է մի ուրիշ շահ, որը մի տարի հետո իրեն սպանել են, որտեղ մի անկայուն մարդ է եղել, որը ինչ որ ձևով դրժել է, էլի, ինչ որ այդ նախկին ավանդույթները, որ հայկական մելուքների պիտի լինեն անկախ եւ ստեղծել է Ղարաբաղի խանություն։ Այդպես եղել։ Փանախանը եկել է նշանակվել է խան 1748 թվին, 48 թվականից մինչև 56 թիվը 9 տարի ինքը չի կարացել մտնի Ղարաբաղ, Շուշի։ Որտեղ մենք անկախ ենք եղել ընդ, մենք չենք հանդուրժել դա։ Պահել ենք հայրենիքը։ Պարոն Սարգսյան, ներողություն, որ ընդհատում եմ, եկեք մտնենք գովազդային մի փոքր ընդմիջման, հետո կշարունակենք մեր զրույցը գովազդից հետո, եթե թույլ կտաք։ Շնորհակալություն, հիմա մտնենք գովազդի։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հայրենակիցներ հիշեցնում են, որ ես զրուցում եմ Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, շարունակում ենք մենք Շուշիի շուրջ մեր զրույցը։ Այո, ուրեմն բացի այդ աղբյուրներից, որ մենք ասեցի նաև ուշ շրջանի ասենք, ես հների մասին չեմ խոսում, ասենք Կիրակոս Գանձակեցի, արաբական աղբյուրներ, Շիխաբադին Աննասավի, որոնք նշում է, որ այնտեղ եղել է այդ Շուշին ժամանակվանից, ամրոցը եղել է։ Այդ մասին դերևս մենք չենք խոսում, մենք խոսում ենք բացի հետագայում մատերանդարանում պարսկական ձեռագրերում նշված է, իմ դա նշել եմ այստեղ, այդ ձեռագիրը 96-48 համարի ձեռագիրն է, ցագարել է իմ մոտ վրացական աղբյուրներ, որտեղ ամրոց է եղել։ Եվ իրոք դա փաստ է, այսինքն Փանախանը, որ եկել է հաստատվել այնտեղ, դատակ տեղ չի եկել, էլի։ Ճիշտ է, վերջին հնագիտական ուսումնասիրությունների ժամանակ, որ կատարվեց Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, այնտեղ բացահայտվեց 3 շերտ, հնագույն շերտ, ոնց Շուշիի ամրոցապատը, հետո խանական ժամանակաշրջանի շերտ եւ ռուսական շերտ, Ռուսաստանի ժամանակ։ Հիմա այսօրվա պայուսները, որ մենք տեսնում ենք, դա հիմնականում ռուսների ժամանակ ստեղծված այդ ամրոցներն են, նույնիսկ արձանագրություն մի պատի վրա, որտեղ գրված է 1847 թիվ։ Իմ ասեմ, դա այդպես է ընդհանուր վիճակը, բայց մնացած բոլոր դեպքերում, երբ որ մենք համատեղում ենք, տեսնում ենք, որ բնթե բնակության քանակով, թե ամեն ինչով, որտեղ եղել է հիմնականում հայկական բնակություն։ Մենք ասեցինք, որ այնքան սրբավայրեր կային դե հայկական։ Իրենք ունեն սրբավայրեր։ Ասեցինք Քամու խաչ, Զիլֆոն խաչ, հետո ասեցինք Նոյան տապան ասեցինք։ Այո։ Եվ այլն էլի։ Ուրեմն դա չկա։ Հետո ես կարող եմ նաև ասել, որ հուշարձանների հաշվառման առումով, ամբողջ շրջանի մասշտաբով 576 հուշարձան է հաշվառված այդտեղ։ Այդ հուշարձանը ըստ 1750-ական թվականների գլխավոր հատակագծի, Մոսկվայում է գտնում դա, այդ հատակագծի այնտեղ ուրեմն ներկայացված է եղել 7 պայմանական նշաններով, 7 եկեղեցի։ Երկուսը չկա, չեմ կարող ասել, թե երբ է եղել, որտեղ երբ է քանդել ավերել, եղել է մզկիթների այդ վերին թաղամասում, միջակայք նորից մեկ անգամ կրկնեմ, որ այդ վերին մզկիթը կառուցված է 1200-ն ասեմ, 1883 թվականին, ներքին 1873 թվականին, իսկ վերին մզկիթը փաստացի կառուցվել է հայկական վաղ քրիստոնեական գերեզմանների վրա։ Դու մեկ անգամ եւս դա ասեք, որ իրականությունն դա ամբողջ թաղամասն է, թաղամասի մեծ մասն է գերեզմանների վրա հայկական կառուցվել։ Եվ կոչվորություն ունեն, այո։ Այսինքն Փանախանն է, դա բերել դե բնակեցրել իր թեղակիցներ։ Հիմա տեսեք, մի փաստ ասեմ։ Երբ որ Փանախանը, երբ որ ասում են թե Բայաթ ամրոցը Փանախանն է, չէ, ասենք հիմնադրել, կառուցել։ Ահմեդբեկ Ջևաշիրն ասում է, Բայաթ խանը իրեն ասացից հետևյալ եզրակացության ենք հանգում։ Բայաթ ամրոցում գտնվել է Շաքի Հաջի Չելեբի խանը։ Փանախանը Նադիշայի սպանությունից հետո գալիս է հաստատում դեղ, գրերներ ամողում, Հաջի Չելեբին դուրս ամողում, ինքը հաստատում դա, ասենք ամրոցը ինքը չի կառուցել։ Դրանից հետո այդտեղ է բնակեցնում փախստականներին։ Դրանից հետո նույն փախստականներին, նույն ցեղակիցներին հավաքում բերում է Շաբուլաղ։ Շաբուլաղից հետո, որ տեղափոխում է ի վերջո խաբեությամբ կամ ինչ-որ դավաճանությամբ Շուշի, այդ նույն փախստականներին, նույն ցեղակիցներին բերում բնակեցնում այնտեղ Շուշիում։ Այսինքն դա եւս մի փաստ է, որ ցույց է տալիս, որ Փանախանը ինչու պիտի տեղ ինչ-որ մզկիթ կառուցել, մի տարում ոչ միայն մի մզկիթ է կառուցել, այլ նաեւ այդ ամրոցներն են վերագրում իրեն։ Այսինքն մշտական այդպես հայկական եղել, այնտեղ եղել է նաև 7 եկեղեցի ասեցինք,
հիմնականը որ ես գիտեմ նաև 5-ն եմ կարող ասել 1718-22 1838 որ գոյություն ունի կանաչ ժամը 1858 զանգակատունը եւ 1868 87 գազանշեցոց տաճարը հիմա այդքանից ինչ է մնացել մնացել է մի հատ գազանշեցոց տաճար նա քանդել են մեկ ուղղակի ներսից պայթուցի գտել են պայթեցրել սել հերույց հերթերակոծել են ասում են պատահական է գտել պատահական նույն տեղում երկու անգամ պատահական է գտել հիմա այս ռուսական այդ բանը այդ կանաչ ժամը համարեն ռուսական եկեղեցի մոռանալով որ ռուսական եկեղեցին կենտրոնում է որտեղ Վազգեն Սարգսյանի արձանն է եղել ռուսական եկեղեցին իրենք քանդել են 1960-ական թվականներին տեղում ակումբ տեղադրել ռուսական եկեղեցի հիմա մենք չդրեցինք կարայինք ցույց տայինք ռուսական եկեղեցին կա էլի այսինքն դա իսկ վերևում այդ կանաչ ժամը հայկական է դա ռուսական չի կարամ արձանագրությունները կարդամ որ ով է եղել այդ բանը Հովանես Մկրտչի եկեղեցի է կոչվել կառուցողները ասեն հովել այնտեղ Գրիգոր Քահանատեր Կարապետյան Տեր-Ղազարյանցը 44 տարի մենակ տեղ ինչ վերաբերում է մյուս Ղազանչեցուցը որ ասում է սա ուդիական է միգուցե ես կարդամ թե մի հատ կարդամ որտեղ զանգակատունները աշխարհաբար թարգմանությամբ եմ էլի ասում ամենազոր Աստծո շնորհի եւ ողորմությամբ երախտավոր բազմության ունեցվածքով եւ ընծաներով կառուցվել է Շուշի քաղաքի Սուրբ Ամենազոր Ղազանչեցու եկեղեցու հրաշագետ Սուրբ տաճարը որի շինությունը սկսվել է 1868 թվականին ամենառուսած թագավորության Աստվածազոր ինքնակալ մեծ կայսր Ալեքսանդր II եւ Գևորգ D4-րդի հայրապետության օրոք եւ ավարտվել 1887 թվականին նույնի որդու օրհնաբանված կայսր Ալեքսանդր III-րդի թագավորության եւ Մարգար առաջինի կաթողիկոսության ժամանակ 20 սեպտեմբերի 1888 թիվ հայերեն գրված թարգմանված աշխարհաբարից հա եւ այդտեղ չեք տեսնում որտեղ ուդիական ինչ-որ բան կա չէ այո այսինքն նրանք ձևափոխում են ռուսականը քանդել են եւ այլն իսկ այնտեղ ընդհանրապես իրենց ասեմ նույնիսկ թվարկեցինք որ բոլորը այդ եկեղեցիները որ թվականին են կառուցվել վերջին 5 ասեցինք էլի եղել է նաեւ կանաչ ժամ ագուլիցուց եկեղեցին որը 5-6 թվականների ժամանակ այդ կոտրաժները դա կանգուն էր հետո են էլի քանդել դա մեր հոյակապ տաճարը եւ տաճարը գտնում էր Ղազանչեցուցից մի քիչ ներքև դպրոցի շենք կա եւ տեղում դպրոցի շենք են կառուցել այդ ժամանակ այսինքն ուզում եմ ասել որ հիմնականում նրանք քանդել են եւ հիմա այսօրվա վիճակում իրենք փոխում են ուզում են փոխել Շուշի պատմական դիմագիծը նախկին դիմագիծը ընդամենը 66 տարի խանություն է եղել այստեղ 56-22 թիվը 22 թվականին այդ խանն էլ փախել է հասկանալի է Մեհդի խանն էր վեճի խանը փախել գնացել է ռուսները թողել են չեն ուզել որտեղ իրենց դրածոն է չեն ուզել իրեն ոչնչացնել Իբրահիմ խանը չկա նո դա արդեն լիսանիշ կողմից այսօրվա մի կիլոմետր ներքև հատ այնտեղ ինքը սպանվել է դավաճան է ռուսների հոստումատու երթումատու պետք է ծառայի բայց հետո դավաճանել է ոնց է դա մեր իրենք վերացին դրան ուրեմն հետո մեկ խոսենք երևի թե դրանց մասին դրանք չկան թող գտնեն իրենց խաների գերեզմանները այդ ու Մեհդի խանի հիմա Մեհդի խանի մասին ասում որ ինքը կարծեմ ինչքան նշված 1000 մահացել է 1847 թվականին թաղված է Աղդամում դամբարան ունի իբր թե 1847 թվականին երբ որ ռուսները թողեն 22 թվականին գնար իհարկե հետո ինչ որ զորքով եկավ բան ռուսների դեմ Պարսից երկրորդ պատերազմի 26 թվականին եկավ բայց իրականում նա չէր կարող էլի գարնի դամբարան կառուցել ռուսների տիրապետության ժամանակ խեղաթյուրումը միշտ էլ կա էլի դամբարաններ են տեղադրում այդ դամբարանների մասին հիմա օրինակ դամբարանի մասին խոսելով ասենք Վագիպին Մոլլա Ֆանա Վագիպեցն է դամբարան են տեղադրել հիմա Վագիպին համարում են որպես խանության արտաքին գործերի նախարար պատկերացնում եք ինչ է կատարվում մի դամբարան քաղաքին կողմ մի գերեզման այ պտենդեղ է թաղված եւ այլն բայց Վագիպի դամբարան 17 օր գերեզման ու չկա ոչ մի բան չկա Վագիպին սպանել են ուրեմն 797 թվականին Ահմամեդ շահը հարձակվել է խանը Իբրահիմ խանը թողել փախել է հետո դրանից հետո նա եղել է մտերիմ աղա Մամեդ շահի Իբրահիմ խանին հետո Ահմամեդ շահը եկել է որ վերացնի գերի վերցնի կամ վերացնի Իբրահիմ խանին բռնի էլի դրանից հետո տեսնել որ ինքը այնտեղ չէ ինքը նրանց կողմնակիցներին սկսել է վերացնել
եւ որոշել է որ պետք է մի դես սարքի, բարձր դես սարքի գլուխներից, այդ դավաճանների, վրան դնի ամենագագաթին դնի Վագիփի գլուխը։ Բայց չի հաջողվել, շահը դեսպանվել է, դրանից հետո երբ որ արդեն Իբրահիմ խանը ուրեմն դեր ընդեղ Դաղստանում կամ Բալականում, Բելոկանում որ իրենք ասում են, փախել էր Խորիձախապնյակ, եւ երբ որ նրա բացակայության ժամանակ ինչ որ մեկը Մամեդ Բեկաննո մեկը փորձում է որպեսզի ինքը վերցնի իշխանությունը Իբրահիմ խանից։ Եվ նրա կողմնակիցներին դրա համար ինքը սկսում է վերացնել է Մամեդ խանը, Մամեդ Բեկը։ Եվ ինքը ջդրդուզում, ինչպես ասում են, ջդրդուզումի հայկական անվանում կոչվում է կատարոտ, ինքը ջադար բառը, գջը, անցումն է գադարի։ Անցումն է գադարի։ Այսինքն գջը համաստեղության, ոնց որ կարծեմ ասեցինք, որ Վան անվանումը ինչ սովորական դրա ինչ իմաստ ունի, ոչ թե ասենք վանակատից այլ գտեղ ունեցած շատ սովորական բ անցում, բանը դարձել է վան, որ ասեցինք մեկը ինչ որ փոփոխություն է վանակատի հետ ակապում հնագետներից մեկը, էլի, բանը դարձել է վան, բայց ի՞նչ է բանը։ Բան, բոն, բին, դրամբոն, լիսաբոն եւ այլն։ Բինա է դրանից վեր։ Կոչվում է բնակավայր։ Փոխանակ ասենք սա բնակավայր իմաստնատար, ասում ենք դա կապվել է այսինչի հետ։ Թուրք ասում են Շուշայի հետ է կապվել, հա։ Մերոք էլ ասում են օբսիդիանի հետ է կապվում մեզ բնակավայրը։ Ոնց է, ասենք պետք է մի քիչ ուսումնասիրել, էլի ոչ թե այդքան դիլետանտ լինել։ Դա իմաստը էլի։ Լավ։ Հիմա ասենք նաև բուն էթնիկներին, ինչպես ասեցի, հիմնականում եղել են ուրեմն հայկական այդ ամբողջ քաղաքը, ցուցահանդես են բացում իրենք այնտեղ, ցուցահանդեսում դնում են հարթավայրից բերում են տապանակարի մահմեդական, հետո ինչ որ կուրքեր մեր հնագետների կողմից նույնպես դուրս եկած տամբարանից կուրքեր դնում են, հնացնում են, մի խոսքով նոր պատմություն է սարքում։ 1968 թվականի հուշարձանների ցուցակում իրենք հաշվառել են Շուշիում 2 մզկիթ։ Կա այդ թանկը կա, 2 մզկիթ։ Բայց 1988 թվականի թանկում իրենք դարձրել են 12 հատ ավելացրել են, դարձել 14 մզկիթ։ Այդ մզկիթներ չեն, ոնց որ մենք վերցնենք մատուրները, բանը, գերեզմանների, բանը տեղադրված եկեղեցիների առանձին, ասենք սրանք վանքեր են։ Այդ դեպքում մենք պիտի մի 500 վանք ունենանք, բայց մենք ունենք 66 վանք։ Մոտոպես վանք, անապատ եւ այլն։ Այսինքն իրենք դարձել են բանը։ Դա բացատրում են նրանով, որտեվ Արցախյան շարժման ազդեցության տակ ցույց տալու համար, որ դա իրենց քաղաքն է եւ այլն։ Հա, մզկիթների քանակը շատացել, անու դրել են մզկիթ։ Որ մզկիթ եղել քիչ է 68 թվականին խիես երկու ցուցակի մեջ չես ընդգրկել այո։ Հա, չես ընկել։ Հիմա որ դու ցուցակումդ 2 հատ ա գրած։ Դու ոնց ես կանում Շուշի կանում, որ հայերը ոչնչացրել են 65 մզկիթ կամ 64 մզկիթ։ Հորինելու։ Հա, հորինում ես էլի, ասենքն ստացվում է որ դու իրենց ոչ մի դերնով չես տարբերվում։ Չէ, բայց ինքը մի կարևոր գործ անում, ինքը այդ թվերը անդադ հիշեցնում է միջազգային հարթակներում եւ հայության կերպարն է ստեղծում բարբարոս։ Այո, իսկ մենք բացարձակ չենք դիմադրում դրան, մեր իշխանական ուրեմն օղակները բացարձակ չեն դիմադրում այդ ստին եւ միջազգային հանրություն կոչված լսում է որ այնտեղ ինչ որ մի հայեր բարբարոս ավերեցին, այսքան մզկիթ, այս ավերեցին, այն ավերեցին, այսինքն կերպար է ստեղծում հայության։ Ինչպես իր կերպարն է ինքը մաքսրազերծում եւ իր քոչվորից ստեղծում է ինչ որ ստեղծարար ժողովրդի կերպար, նույն հաջողությամբ հայերի կերպարը ստեղծարար կերպարից դարձնում է քոչվոր ու բարբարոս։ Այսինքն այստեղ մենք պետք է ամեն ձևով հակադրվենք, այլապես մենք վերապրելու հնարավորություն չենք ունենա։ Այո, ուրեմն դա ունի նաև մի ուրիշ պատճառ, բացի դրանից, որ ասեցինք, դա շատ ճիշտ է, ցույց որ իրենք արդարացնեն իրենց այդ ոչռագործությունները, քանդումները։ Հիմա մենք խոսենք Շուշիի որոշ քանդումների մասին։ Հաջորդ թողնած նկարը ցույց տա ինքը, հա։ Այս տեսեք ինչ է, նայեք, Շուշիում տարածքում եղել են հայկական 7 գերեզմանոցներ, սա բուն գտնվել է Շուշիի կենտրոնում, Ղազանչեցոցի վերնամասում, տեսնում եք այդ գերեզմանոցի վիճակը, հարթեցված է, չէ՞, գերեզմանոցը քարը շատ են։ Սա նոր արվածն է, չէ՞։ Սա նոր արված է, սրա մասին շատերը չեն էլ նշում, դա ես եմ վերևից ուրեմն այդ նկարել, հանել ավելի ճիշտ Google-ով բան, եւ ինչ է ստացվում, այս տարածքում դա հին գերեզմանոց եղել համատաբար, 18-19-րդ դարի տապանակարեր կային այստեղ, հին մնացորդների եւ այլն,
Եվ ինչու են հայերը այստեղ գերեզմանոց տեղադրել, որտեղ մնացածները դրսում են, որտեղ այստեղ 1850-ական թվականների տվյալներով արկային երկու դամբարանաբլուրներ։ Հիմա չգիտեմ դա հարթեցել են, ներքևում է, այսինքն հողի տակ, որ քանդեն պիտի դուրս գա։ Մենք հաջորդը ցույց տանք դրա, այդ դա նույն նկարն է, արդեն մի քիչ ուշ նկար է, տեսնում եք ինչ վիճակ է, եւ այս կողմը ինչա գրած Շուշա Դովլատ օպերա và բալետ թեատրի։ Շուշիի օպերայի բալետի պետական թատրոն։ Այսինքն այդ տեղադրումը հայկական այդ գերեզմանոցի վրա փաստորեն պիտի տեղադրեն օպերայի բալետի պետական թատրոն։ Ինչ է կատարվում։ Այն ինչ որ Բաքվում արեցին իմիջայլոց։ Այսինքն սա արտառոց երևույթ, այս մյուսների մասին չեմ ասում, Ղազանչեցոց եկեղեցին չեմ ասում, ընդհանրապես հիմնատակ գոյություն ունի կանաչ ժամը, չեմ ասում այ մյուս շատ շենքերի մասին հայկական եւ այլն, որոնք հիմնատակ դզվել են, տարածքներում ինչ որ ցուցահանդեսներ են բացել։ Չեմ ասում նաեւ այլ խեղաթյուրումների մասին եւ այլն, պատմականորեն, որի պատմականացին գրվածները, որից մեկը մեզ արդեն ասած Էլտուրան, Ավալոնը, որը խեղաթյուրել է եւ այս հատվածը վերագրել Փանախանի շատ շինություններ եւ Աղդամի հատվածում եւ Շաբուլաղում, որ ասեցինք, այդ մասը մի կողմ թողենք, պարզապես նրանք շարունակում են այդ քանդումները, այդ աղավաղումները եւ այլն, որոնց հիմնական նպատակն է բարձա, որ իրենք փոխեն ազգային դեմքը, շինեն իրենց քաղաքը ամբողջությամբ եւ որ սա պատմականորեն սերնդեսերունդ իրենցն է եղել։ Բայց նորից եմ կրկնում, այնտեղ խանությունը գոյատևել է ընդամենը 66 տարի։ Եթե մյուս խանությունները երկար են տևատել, Պարսից տիրապետության ժամանակ չէ, բայց դա տևել է ընդամենը 66 տարի, որովհետև ինչպես ասացինք, Արցախը ինքնուրույն էր այդ խանություններից, որևէ մեկին չէր ենթարկվում, այնտեղ իշխում են հայ մելիքները, մասնավորապես գլխավոր մելիքը իրականացնում էր դա Մելիք Եգանի հովանու ներքո, որը Նադիր Շահից ստացել է 1737 թվականին խանի, իրենք խան են ասում էլի, Բեկլարբեկի, այսինքն իշխանի տիտղոս եւ անմիջապես հաշվետու է եղել խանին։ Հիմա մենք ցույց տանք եւս մի շատ արտառոց երևույթ, Շուշվա ժառի տակն է, սա Շուշի Քարինտա գյուղն է, տեսնում եք ինչ վիճակ է, մինչև քանդելը։ Հիմա ցույց տանք հաջորդը ցույց տանք, տեսեք, սա Քարինտա գյուղն է, տեսնում եք գյուղ չկա, քանդել է, չէ՞, ջնջել են։ Հա։ Այդտեղ մենակ եկեղեցին է, որ այնտեղ պահպանվում է։ Ես չգիտեմ մյուս շրջանի ճակատագիրը, որտեղ այդ անձամբ այդ գյուղի վկայագրման աշխատանքները ես եմ կատարել, գրանցել եմ 81 հուշարձան, չգիտեմ դա ճակատագիրը ոնց պետք է լինի, եւ մյուսն էլ տեսնենք, մյուս նկարը, մի քիչ ավելի ուշ նկարը, տեսնում եք սա, Քարինտա գյուղը վերացրին, հարթեցրին, եւ այնտեղ տեսնում եք կարմրագույն, գազարագույն մի շենք կա, վրան գրած է, ինչա գրած, Մաչիտ, այսինքն մզկիթ են կառուցում։ Կյանքում պատմության մեջ այդ գյուղում ոչ մահմեդական ապրել, ոչ թուրք ապրել, հիմա այնտեղ մզկիթ են կառուցում։ Դա նշանակում է իրենք ծրագրեր ունեն, որ այնտեղ բնակեցնեն։ Այդ է իրավիճակը։ Այսպեսով ինչ կարող ենք ասել, որ ուրեմն պատմությունը նրանց կողմից աղավաղվել է, աղավաղվում է եւ դարեր շարունակ Շուշի միշտ եղել է հայկական, որևէ եւ դա շարունակվել է հազարամյակներ շարունակ, ընդհանուր մինչև 1756 թվականը, երբ ասպարեզ բերեցին այդ ուրեմն խոց հանդիսացող, թե ինչպես ասացող, այդ խանին եւ դրեցին պատուհաս դարձրին արցախցիներին։ Դրապես էսպես էլի։ Այո։ Պարոն Սարգսյան, սրանով մենք երևի այսպես ամբողջացնենք մեր այսօրվա զրույցը, եթե դուք ինչ-որ բան ունեք դեռևս ավելացնելու։ Փոխում համար մի նախադասում ասենք հետեւյալ ձևով էլի, որ փաստորեն մենք անդրադարձանք Աշմենյան Շաբուլաղի, այսպես ասենք, որ բոլորին հասկանալի, նաև օտարներին, տարածքում ցույց տվեցինք հիմնականում երկու այդ հուշարձանները, Բերդը եւ այդ
Իջևանատան շենքը ցույց տվեցինք, որ դա իսկականից իրականում եղել է Իջևանատուն, դա մեկ, դա կարևոր հարց էր, ինչպես նախորդ անգամ մենք ասացինք, որ դրանպես փանախանը մի որևէ գործ չի արել գործնականում, վիճակի էլ չի անի, որովհետև ինքը ցակումնաբանորեն ինքն էլ է քոչվոր եղել այդքան բան, չենք ոչ բան չէր կարող անել, եւ ինքը որ հիմա ասում է որ նա Ղարաբաղցի է եւ այլն Ղարաբաղի ուզում է մոտիկացնել, ինքը թաղված է Բարդայում, հա, եւ հիմա շինց ու պատմություններ են ստեղծում եւ այլն, այս մեկին ուրեմն բերում են մոտիկացնում Շուշին եւ այլն, որպեսզի ցույց տան որ ինքը դա իրենց բանն է, որպեսզի Ղարաբաղն էլ Արցախն էլ նույնպես ինչպես ասում են իր համարեն իշխ թե իրենց համարեն Արցախի ժառանգորդ, այնինչ պատմության ամբողջ ընթացքում Արցախ երբևէ չի եղել մի որևէ մեկի տիրապետության տակ բացառությամբ բարսիկների, որը այն եղել է կիսանկախ վիճակում։ Իհարկե, այստեղ պետք է նաև նշել, որ այդ իրավիճակը, որ արդեն մահմեդականները խանությունը ստեղծվեց, բնականաբար հայերը պիտի դիմադրեին, գրևներ առաջացան, ընդհանուր առաջացան, շարունակվեց, amma բանախանը չկարացավ մուտք գործել երկար ժամանակ այնտեղ։ Մենք դիմեցինք ռուսներին, որպես քրիստոնեական երկիր, եւ հետո ինչ ստացանք, նրանք եկան, տեսնելով ցարական Ռուսաստանն անդա, տեսնելով նրանց հետաքրքրում միան տարածքները, շահը, եւ տեսնելով որ ուրեմն արցախցիները անկախություն են ուզում, վերացրին այդ անկախությունը, Արցախի պահպանեցին խանի ժառանգական իշխանությունը։ Ինչ օրս։ Հա, չորս էլ գնում է։ Այսինքն դա այլ թեմա է, Պյոտրի առաջինից սկսած եւ այլն, դա թեմա է, դա էլ հետաքրքիր թեմա է, նո չեմ ուզում դա շատ։ Հա, բանալն է։ Շնորհակալություն ձեզ, իսկ ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Սարգսյանի հետ։ Շնորհակալություն, ստեսություն։